Բարև ձեզ, կրկին էկոնոմիքսն է։ Այսօր խոսելու ենք զբոսաշրջության ոլորտի մասին։ Այս ոլորտը ոչ միայն եկամուտներ է ապահովում, այլ նաև ստեղծում է աշխատատեղեր, ենթակառուցվածքներ է զարգացնում, ինչպես նաև այն հանդիսանում է երկրի մշակույթի տարածման միջոցներից մեկը։ Այս ոլորտը Հայաստանում դինամիկ զարգացում է ունեցել, այո, պայմանավորված նաև համաշխարհային տեղական որոշակի խնդիրներով ունեցել է վայրեջքներ, վերելքներ, այնուամենայնիվ պետք է արձանագրենք, որ այս ոլորտը զարգացում է ապրում հատկապես վերջին տարիների ընթացքում եւ մենք պետք է հասկանանք այս ոլորտի հնարավորությունները, խնդիրները, ռիսկերը, լուծենք դրան եւ անցնենք նոր մակարդակի, նոր փուլի։ Այս թեմայով խոսելու ենք One Way Tour տուրիստական ընկերության ղեկավար Պարոն Մաթեոս Բարսեղյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բարսեղյան։ Ողջունում եմ ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Բարսեղյան, նախ ցանկանայի, որ դուք ներկայացնեք ձեր ընկերությունը, որը բավականին երկար տարիներ արդեն գործում է շուկայում։ Ինչ ծառայություններ եք մատուցում եւ ինչ առանձնահատկություն ունեք, որով տարբերվում եք մյուսներից։ Նախ մի փոքր եթե ներկայացնեմ ընկերության պատմությունը, պետք է գնանք հետ 15 տարի եւ 2011 թվականի ապրիլի 22-ին զրոյական, այսպես ասած, ներդրումով բացեցինք ընկերությունը։ Միայն կնիկ, այսպես ասած։ Կարելի ասել Facebook-յան էջ բացեցինք ու համարեցինք դա 5։ Ու այդտեղից սկսեց, որ ասում այն ժամանակ պատկերացնում ենք, թե մենք ուր ենք գնում, ինչ տեսլական ունենք, դժվար է ասել, բայց որ ունենք շատ մեծ սեր մեր Հայաստանը բացահայտելու, նաև տուրիստների մատուցելու, դա միանշանակ էր։ Ու տարիների տիկնաջան աշխատանքի շնորհիվ այդ հոբին դարձավ աշխատանք ու այսօր One Way Tour-ը դարձել է բավականին մեծ ընկերություն, էկոհամակարգ, իր գիդերով, վարորդներով, մենեջերներով, կրթական ծրագրերով, որ այսօր լավագույնս ներկայացնում եմ Հայաստանը զբոսաշրջիկներին։ Ծառայությունների մասին խոսեմ, կազմակերպում ենք ինչպես ներգնա ուղղություն ունենք, այնպես արտագնա, խմբային տուրեր, նաև նշեցի, որ տրեյնինգային հատվածը, որը կոչվում է One Way Ակադեմիա։ Դուք պատրաստում եք գիդեր, էքսկուրսավարեր, ինչ եք։ One Way Ակադեմիան կոնկրետ պատրաստում է կադրեր միայն տուրիզմի ոլորտի, այսինքն զբոսավարներ, ու կարող եմ վստահ ասել, մեզ զբոսավարների 95% եւ ավելին հենց դուրս են եկել One Way Ակադեմիայից, դա հենց կադրերի դարբնոց է մեզ համար, նաև ունենք մենեջերների դասընթաց, ներգնա, արտագնա, նաև եւս 4-5 պրոդուկտ, որոնք ուղղված են միայն տուրիզմին։ Ու կարող եմ նաև վստահաբար ասել, որ One Way Ակադեմիայից նույնիսկ դուրս են եկել մարդիկ, ովքեր բացել իրենց սեփական ընկերությունը, ու այսօր կարելի ասել պայմանական մրցակիցներ են, բայց մենք այդպես չենք անվանում ու շատ ուրախ ենք, որ իրենք դաշտում կան ու որոշակի իրենց ծրագիր ունեն։ Այսինքն կարող ենք նշել, որ ձեր ընկերության կարևոր առանձնահատկություններից մեկը այն է, որ դուք ունեք նաև սեփական ակադեմիա, ոչ միայն տուրիստական գործունեությամբ եք զբաղվում։ 2015 թվականից, այո։ Այս ոլորտը կամ Հայաստանի տուրիստական ոլորտը ինչ առանձնահատկություն ունի առհասարակ, որը թույլ է տալիս համաշխարհային կամ տարածաշրջանային քարտեզի վրա լինել մրցունակ։ Շատ հետաքրքիր հարց է։ Տուրիզմը ընդհանուր առմամբ բավականին հետաքրքիր ոլորտ է ու աշխարհին ճանաչել տալու լավագույն տարբերակներից մեկն է ու կարող եմ վստահ ասել, որ վերջի տարիներին իր ուրույն տեղն է Հայաստանը նշմարում քարտեզի վրա ու դրա մեջ շատ մեծ ուրեմն իրենց լուման ունեն տուրիստական ընկերությունները, ովքեր ջանք չեն խնայում աշխարհում ներկայացնելու Հայաստանը։ Ինչպես է լինում տարբեր էքսպոների մասնակցելով։ Նույնիսկ կարող եմ հիշել, օրինակ վերջերս անցած տարվա դեկտեմբեր ամիսներ կարծեմ, ուրեմն տուրիզմի կոմիտեն հայտարարեց, որ առաջի անգամ պետք է ներկայանա Քաթարում տաղավարով եւ մեր ընկերությունը նույնպես հայտ ներկայացրեց ու թվում է թե մեզ բոլորը գիտեն, Հայաստանի մասին բոլորը գիտեն, բայց բազմա տենց չի։ Ու միայն ես կարող եմ փաստել, որ այդ էքսպոյի ընթացքում հազարավոր մարդիկ իմացան Հայաստանի մասին,
ոմանք պայմանագրեր կապեցին ընկերություններ, այսինքն ամեն անգամ նման էքսպոների մասնակցելով Հայաստանի ճանաչելիությունը մենք բավականին բարձրացնում ենք։ Իսկ երբ որ արդեն գալիս են Հայաստան, մի հատ ուրիշ հիասմունքով հետ են գնում, ու սա կարելի ասել բոլոր մեծ ընկերությունները, ոչ միայն մեծ, բոլոր այն մարդկանց, ովքեր սիրում են իրենց երկիրը, առաքելությունն է։ Ու մեր հենց կարգախոսն է այդպեսին, ճանաչելի դարձնենք աշխարհին Հայաստանը։ Հայաստանի տուրիստական ոլորտը կարող ենք այսպես ավանդաբար կապել պատմամշակութային հուշարձաններ, գաստրո տուրիզմն բավականին զարգացած է մեզ մոտ։ Բացի այսպես ավանդական ճյուղից, մեզ մոտ ինչ հետաքրքիր այլ տուրիզմի ուղղություն կա, որ տեսնում եք այդ պոտենցիալը կամ գալիս են մարդիկ։ Ամենատարածվածը մշակութային տուրիզմն է, երևի թե տոկոսով միգուցե դժվարանում, բայց առյուծի բաժինը հասնում է հենց մշակութային տուրիզմին, գաստրոտուրիզմը բավականին զարգանում է ու շատ են սիրում մեր սնունդը, որը բավականին սնունդը խմիչքը բավականին հենց գինու տուրիզմը բավականին զարգանում է, նաև կարող ենք ասել էկոտուրիզմը, քայլարշավային տուրիզմը, գյուղական տուրիզմը, այդ բոլոր ուղղությունները նոր թափ են առնում, բավականին մեծ պոտենցիալ ունեն։ Բայց գնային տեսանկյունից, օրինակ համեմատություն արեք այդ նույն տուրիզմը մեզ մոտ եւ Վրաստանում, որն է ավելի գնային տեսանկյունից ավելի։ Իհարկե, այստեղ կան ցավոտ հարցեր ու բայցեր, ինչու՞մն է խնդիրը, որ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով կարող ենք նույնիսկ դա փակը գծերն է բացել, եթե կարիքը կա, մեր հարևան Վրաստանում, ինչու նաեւ տարածաշրջանում մենք գնային առումով բավականին բարձր ենք ստանում փաթեթները ու շատ առումներով ոչ մրցունակ։ Սակայն մեզ մոտ բավականին բարձր է։ Սակայն քանի որ տուրիզմը ընդհանուր էմոցիոնալ դաշտում է գտնվում, մենք կարողանում ենք այդտեղ լավ սպասարկումով, լավ ծառայություններ մատուցելով կարողանալ ներգրավել տուրիստներ, ովքեր պայմանական այդ տարբերությանը չեն նայում։ Հա, գլոբալ առումով միշտ էլ մարդը ամեն մի կոպեկ այսպես ասած հաշվում է, բայց եթե դու կարողանում ես տալ բարձրակարգ սպասարկում, ոնց որ ասում են, որակ գնից բարձր, իրենք միանշանակ արդեն նախընտրում են Հայաստանը։ Երբ որ պաշտոնական վիճակագրություն է ներկայացվում, օրինակ Հայաստանը այցելել է այսքան տուրիստ, անշուշտ այդ տուրիստները չեն այցելել Հայաստան զբոսաշրջանային ընկերությունների միջոցով, այսինքն շատերը կան ինքնուրույն են եկել կամ ես բարեկամների միջոցով։ Առհասարակ դուք ուսումնասիրել եք շուկա մոտավորապես այս ոլորտում ինչ խաղացողներ ունենք, խոշոր խաղացողների մասին է խոսքը վերաբերում, որոնք շուկայում այսպես դերակատարում ունեն եւ կարող են նաեւ որոշակի տրամադրություն եւ որակ փոխել։ Ոլորտը կարելի է ասել բավականին հագեցած է, բայց միշտ նոր խաղացողների տեղ կա, եթե ունեն իրենց սեփական ձեռագիրը, եթե փորձեր թվեր ասել օֆիցիալ եւ ոչ օֆիցիալ, օրինակ արտագնամ տուրիզմով զբաղվող ընկերությունների թիվը մոտավորապես 1000 է։ Փոքր Հայաստանի համար կամ հատկապես Երևանի համար, որ կենտրոնացված է շատ մեծ ուրեմն թիվ է եւ մրցակցությունը բավականին բարձր է։ Մի փոքր ավելի քիչ է ներգնայով զբաղվող ընկերությունների թիվը, որովհետեւ այս դեպքում քո հաճախորդը դրսում է եւ ավելի մեծ ջանք պետք է դնես, ավելի շատ էներգիա, ռեսուրսներ, որպեսզի կարողանաս դրսից ներգրավես բերես Հայաստան։ Ինչպես նաև դրան զուգահեռ կա ներքին տուրիզմը, այստեղ էլի մրցակցություն կա, սակայն այստեղ էլ կոպիտ ասած մարժան է փոքր եւ շատերը չեն դիմանում մրցակցությանը ու կամ դուրս են գալի խաղից կամ գնում են արտագնա կամ ներգնա։ Այսինքն դաշտը իրականում բավականին հագեցած է, բավականին մրցունակ։ Դրանով պայմանավորված է, որ մենք կարողանում ենք լավ սերվիս մատուցենք, պայմանական ի տարբերություն մեր հարևան Վրաստանի։ Այստեղ նաև որոշակի խնդիրներ է առաջանում, երբ որ շուկայում մի ընկերություն է գործում, որը ենթադրենք ունենում է արտագնա որևէ ավիափոխադրման պարագայում չարտերային այսպես ռեյս եւ ինքը սկսում է դաշտում գին թելադրել, ճաշակ թելադրել, հա, եւ նաեւ փաթեթներ թելադրել։ Այսինքն նման խնդիրները ինչպես են լուծում, հա, ընկերությունները տուրիստական։ Արդյոք դա
կարգավորելու անհրաժեշտություն կա, պետությունը պետք է միջամտի այդ դաշտը, թե ոչ։ Եթե ճիշտ հասկացա հարցը, սենց մեկնաբանեմ, հարցը մի փոքր այլ տեղ է, այսինքն խնդիրը մի փոքր այլ տեղ է, որովհետև երբ որ պայմանական Եգիպտոսը վերցնենք, 2-3 ուրեմն խաղացողներ կան դաշտում, իրենք առաջարկում են գներ։ Եվ իրենք չեն կարգավորում, թե ինչպես պետք է ուրեմն աշխատեն, ուրեմն ագենտների հետ, այսպես ասած, եւ այստեղ դաշտը, այսպես ասած, խառնվում է իրար։ Պայմանական տալիս են գումար ու երբեմն որոշ գործընկերներ են տալիս են ավելի շատ տոկոս, մյուսներին ավելի քիչ, չեն վերահսկում, որ բոլորը ծախեն, վաճառեն նույն արժեքով, ուստեղ արդեն ի հայտ է գալի ուրեմն ոչ առողջ մրցակցություն, բոլորը բողոքում են։ Իհարկե մեր տարբերակով մենք ավելի շատ մասնագիտացված ենք ներգնատուրիզմում, սակայն արտագնաբաժին ևս ունենք եւ այս խառը իրավիճակից ելնելով երբեմն մենք չենք մտնում այդ հոբոյի մեջ, փորձում ենք մեր հիմնական կենտրոնացումը ուժը եռանդը ներդնել, ուրեմն ներգնան զարգացնելով, որովհետեւ իրականում կոնկրետ ինձ համար որպես հիմնադիրներ շատ ավելի հետաքրքիր է այնտեղ ազատ ես աշխատելու, ստեղծագործելու, այնտեղ տեսնում ես էմոցիաները, տուրիստների դաշտ ավելի ազատ է, պայմանական քո հաճախորդը աշխարհի 7 միլիարդ հաճախորդն են։ Շատ ճիշտ նշեցիք։ Ներգնայի ուղղության մասով ինչ խնդիրների հետ եք առնչվում որպես կազմակերպություն, դա լինի տնտեսական, հարկային, վարչական, կադրային, որոնք ձեզ խոչընդոտում են այս ոլորտի զարգացումը։ Բոլորի մասն էլ կարող ենք ասել, նաև խոչընդոտներ շատ կան, բայց երբ որ դու ունես հստակ նպատակ, ապա անկախ ամեն ինչից առաջ ես գնում։ Բայց եթե նայենք ընդհանուր խոչընդոտներին, անհավասար ուրեմն պայքար կա հարկատեսակների հետ կապված։ Անհավասար պայքար կա դու որպես ընկերություն գրանցված, գրասենյակ եւ պայմանական այն անհատների կամ ընկերությունների վստահ չենք, որ ընկերություն են թե չէ, ովքեր տանից են աշխատում, դա մի տարբերակն է, երկրորդը տեսել ենք բանուկ տեղերում կայանած տրանսպորտներ, ովքեր ուրեմն սպասարկում են տուրիստներ, հիմնականում դժգոհ են մնում, որովհետև իրենք դիտարկում են տուրիստին որպես մեկանգամյա։ Չունեն, այսպես ասած, տեսլական, իրենց նպատակը այս տուրիստից հնարավորինս մաքսիմալ գումար վերցնեն։ Կգնա, որովհետև իրեն գրանցված չեն ոչ մի ուրեմն հեղինակավոր կայքերում, չունեն կարծիքներ եւ միգուցե այստեղ տուրիստն է մեղավոր, որ ընտրում է իրանց, միգուցե։ Բայց անհավասար այդ մրցակցությունում երբեմն շատ անհատներ ստանում են շատ ավելի մատչելի գներ եւ կարողանում են իրենց կողմը ուղղեն այդ հոսքը։ Բայց մեծ ընկերությունը նույնպես ամեն ինչ անում են, որպեսզի իրենց հեղինակության այդ խնդրի լուծումը ինչպես է օրինակ տեսնում դուք։ Շատ հեշտ պետականորեն կարելի է լուծումը տալ, նույնիսկ այս վերջերս փորձել նորենք ընդունեն, սահմանեն նովատուր օպերատոր, նովատուրիստական ընկերություն ինչա պետք, եթե գրանցվածը պետք է որոշակի ուրեմն գումար լինի սառեցված կապիտալ, որ հանկարծ խնդրի դեպքում կարողանան տեղից վերցնել, բավականին աշխատանքներ տանում են ու նույնիսկ այդ բացերից որ խոսեմ կարող եմ ասել լիցենզավորման հարցնա կամ որակավորման գիդերի, սա կարող եմ վստահ ասել նաև անվտանգության խնդիր է, որովհետև նույն զավեշտալի դեպքեր են լսում, թե ինչպես տարբեր մարդիկ ինքնագործ գիդեր ներկայացնում են երկիրը ջարդված ռուսերենով կամ ջարդված անգլերենով ընդհանրապես չունենալով այդ ուղղությամբ կրթություն։ Իսկ կան տուրիստներ, ովքեր ավելի խորքային հարցեր կարող են տալ, պայմանական ավելի նմանատիպ ինֆորմացիաներ գործել, որոնք կարան վնասեն մեր Հայաստանի շահերը, մի խոսքով դաշտը բաց է ու դեռևս ոչ կանոնակարգված։ Ներկայումս, եթե չեմ սխալվում, զբոսաշրջության կոմիտեն այդ ուղղությամբ որոշակի քայլեր անում է, գիդերի մասով, տուրիստական ընկերությունների մասով նաև որոշակի։ Սպասում ենք անամպեր, թե երբ օրենք ուժի մեջ մտնելու, արդեն 5 տարի է մոտավորապես, ես վերջի գոնե 5 տարի հիշում եմ, որ այս խոսակցությունները գնում են, աշխատանքները գնում են, տա աստված, որ առաջիկայում դա կատարածվի ու դաշտը ավելի հստակեցվի։ Իսկ հարկային օրենսդրության մասով
ավելացված արժեքի հարկի դաշտում աշխատող եւ շրջհարկի դաշտով աշխատող տուրիստական ընկերությունների պարագայում ինչ խնդիրներ եք տեսնում դուք։ Ավելի շատ խնդիրը, քանի որ մենք խոսում ենք նաև մեր հարևան Վրաստանի հետ կապված, խնդիրը դա կարող եմ նշել ամենամեծ որպես խնդիր, օրինակ այնտեղ կառավարությունը կամ պետությունը հետ է վերադարձնում ԱԱՀ-ն, ավելացված արժեքի հարկը եւ ինչա տեղի ունենում ժամանակին երբ որ հանում է երկրից տուրիստին, ճիշտ հասկացա։ Այսինքն ժամանակին ինչպես էր կատարվում, իրենք ունեն ռեգիոնալ տուրեր, Վրաստանի հատված իրենք կատարում են, Հայաստանի հատվածը համագործակցում են տեղական որևէ ընկերության հետ։ Բայց երբ որ օրենքը մտավ, իրենք հարցման արդյունքում ստանում են ավելի բարձր գին։ Իրենք հասկացան, որ իրենք կազմակերպելով Հայաստանում տուրերը կկարողանան ավելի մատչելի փաթեթ, որովհետև ինչա դու այստեղ միայն վճարելու ես հյուրանոցի համար։ Իսկ այստեղ ընդհանուր առումով վերջում այդ հետ է վերադարձվելու գումարը։ Եվ արդյունքում մենք դարձանք ոչ մրցունակ եւ եթե մենք ուշադրություն ենք դարձնում օրեկան տասնյակ մեծ ավտոբուսներ իրենց գիդերով գալիս են Հայաստան տուրերն անում ու այսպես ասած վրացի ներկայացնում է երրորդ երկրին Հայաստանը։ Ու պայմանական վրացի ներկայացնում է չինացուն Հայաստանը։ Իմ կարծիքով դա սխալ է։ Բայց Վրաստանը հենց հակառակ օրենսդրություն ունի, որը սահմանափակում է նման դեպքերը, որ Հայաստանից գնացող։ Շատ ճիշտ եք, այս վերջերս էլ հենց այդ օրենքը ընդունեցին։ Այստեղ հարցը որն է, օրինակ մենք ինքներս Վրաստան կազմակերպում ենք, բայց մենք ոչ թե տանում ենք երրորդ երկիր ենք ներկայացնում, մենք տանում ենք եւ հայերին ներկայացնում ենք հայկական հատվածը, հա, կամ ընդհանուր Վրաստանի պատմությունը։ Մենք դեմ չենք, որ վրացին կարա նաև վրացուն, հա, վրացի գիրը բերի, վրացի զբոսաշրջիկին ներկայացնի Հայաստան։ Դա ընդհանուր առմամբ նորմալ է։ Ինչ դժվար է իրոք տարբերակել քաղաքացիությամբ։ Չէ, ինչի լեզվից միանգամից ընդունել է, երբ որ տեսնում ես մեքենան իջնում է, կանգնում է եւ իջնում են չինացի տուրիստներ եւ վրացի գիդը փորձում է սովորած չինարենով ներկայացնի Հայաստանը, սա արդեն ուրիշ է։ Այստեղ միանշանակ պետք է լինի սահմանափակում, որակավորում, ինչ որ իրենք են անում։ Եվ այդ այսինքն օրենքը պետք է գործի նաև մեզ մոտ, որպեսզի անդրադարձնի, որպեսզի հավասարություն լինի։ Հակառակ դեպքում իրենք կարողանում են մոտ գործեն, մենք չենք կարողանում ու դառնում է արդեն դոշ խնդիր։ Խնդիրը այստեղ է, ավելի շատ գլխավոր խնդիրը այստեղ է, իսկ ԱՀ-ով աշխատող կամ օրինակ մյուս ձևաչափով աշխատող շատ մեծ խնդիր չկա, եթե ընկերությունը մեծ է ու փորձում է ինքը առաջ գնա միանշանակ ԱՀ-ի դաշտում արդեն հայտնվում, իսկ ավելի փոքր ընկերությունները փորձում են այլ հարկատեսակով, սակայն եթե չեմ սխալվում, առաջիկայում բոլորը հավասարեցվել են նույն հարկատեսակով են սկսելու աշխատել, ինչ ավելի ողջունելի է։ Շատ լավ։ Կադրերի հետ կապված, քանի որ տուրիստական ոլորտի առանցքը կադրն է, որը ներկայացնում է, որը շփվում է կլիենտի հետ, հաճախորդի հետ, այս խնդիրը ինչպես եք դուք տեսնում եւ ինչպես եք նաեւ այս խնդրի լուծումը պատկերացնում։ Երևի թե բոլոր այսօրվա ընդհանուր գործարանների համար մեկ խնդիրն է կադրերը, նույն խնդիրը կա նաև որակյալ կադրերի խնդիր կա նաև туриզմի ոլորտում։ Մենք որոշակի չափով կարողացել ենք լուծել մեր ակադեմիայի միջոցով, հնարավորինս փորձում ենք այնտեղից լավ արդյունք ցույց տված կադրերին վերցնել, ներգրավել մեր թիմ, բայց ընդհանուր առմամբ խնդիրը ակտուալ է եւ որպես այդպեսին հստակ լուծում չկա։ Երկարաժամկետ դիտարկելու դեպքում դու պետք է վերցնես ուսանող եւ իրեն ժամանակի ընթացքում դարձնես կադր ու փորձես երկար ճանապարհ իր հետ անցնես։ Սա ըստ ինձ իմ տարիների փորձից ելնելով ամենաարդյունավետ տարբերակն է, երբ որ դու 0-ից քո մոտ քո ինստուկացը սովորացնելով, քո ուրեմն արժեհամակարգը ներդնելով կարողանում ես ստանալ կադր։ Մի փոքր երկարաժամկետ է, բայց ավելի արդյունավետ է, քան վերցնել ավելի տարիների փորձով ու երբեմն դժվարություն ունենալ իր հետ։ Ու այդ տարիների փորձով կադրերը բավականին քիչ են։ Ու հատկապես քչացան ավելի COVID-ից հետո, երբ որ
տուրիզմի ուրեմն պատերազմից հետո երբ որ տուրիզմի ապագան անհայտ էր ու շատ լավ կադրեր փոխեցին իրենց ուղղությունը IT ոլորտ մտան մի խոսքով բավականին մեծ ուրեմն փոփոխություն եղավ դաշտում հիմա քիչ վերականգնվում է հետաքրքիր դեպք նշեցիք տուրիզմի ոլորտի մասով կցանկանայի նաև մենք խոսել այս ոլորտի պետական ծրագրերի մասին այդ ծրագրերը որքանով են հասանելի տուրիստական ընկերություններին նրանք կարողանում են այդ ծրագրերով ձեռք բերել իրենց հիմնական միջոցները կամ չգիտեմ շրջանառու միջոցներով ապահովել որը թույլ կտա խնդիրները լուծել եւ նոր մակարդակի հասնել Ճիշտ է որ ասեմ այս հարցը ինձ համար մի փոքր դժվար կպատասխանեմ քանի որ նման այսպես ասած ծրագրերի չենք մասնակցել միգուցե մեր բացն է եղել միշտ փորձել ենք մեր ուժերով անել 1-2 միգուցե ծրագիր եղել է EBRD-ի միջոցով եթե կարելի անուն տալ միանգամի ծրագիր ենք արել դա եմ հիշում բայց գլոբալ առումով որպես այդպեսին ավելի շատ մենք նայում ենք դեպի ներս բոլոր խնդիրների, այսպես ասած, պատասխանատվությունը վերցնում ենք մեր վրա ու փորձում ենք այս հարցերը լուծում տալ։ Կառավարությունը ուներ ծրագրի հիմնական միջոցների վարկավորման մասով, օրինակ ենթադրենք ավտոբուս եք ձեռք բերում բիզնեսի համար, դրա տոկոսի սուբսիդավորման հետ կարող է ինչ-որ հարցեր ապահովել էկոնոմիկայի նախարարությունը եւ այլն տարբեր ուղղություններով այդպեսի դա նոր ինքը ծրագիրը արդեն 2-3 տարի է ծրագիր կա հիմնական միջոցների վերականգնման, վերակառուցման ծրագիր է կոչվում, որը թույլ է տալիս տարբեր ոլորտի կազմակերպություններին իրենց հիմնական միջոցները թարմացնել։ Օրինակ այդպիսի ծրագրեր ունի նաև պետությունը, էկոնոմիկայի նախարարությունը։ Օրինակ դրանից բացի էկոնոմիկայի նախարարությունը օրինակ այդ ծրագիրը արդեն դադարեցրել է անցած տարի, մինչև անցած տարի գործում էր, որ դրսից կադր է հրավիրում, այդ կադրի աշխատավարձի 50%-ը կամ 40%-ը պետությունը իր վրա էր վերցնում հարկերի տեսքով օրինակի համար։ Այսինքն մենք ինչու եմ սա նշում։ Խնդիրը կարող է նրանում, որ մենք պետք է հասկանանք տուրիստական ընկերությունների խնդիրը ինչպես կարող է պետությունը մասնակցել, լուծել։ Օրինակ ձեր ոլորտի բիզնեսի պարագայում դուք օրինակ ձեր փորձից ելնելով, ձեր նաև շրջապատից ելնելով, մոտավորապես որքան է ներդրման յետգնման ժամկետը, օրինակ քանի տարի է պետք որ ձեր գումարը օրինակ վերցնեք բիզնեսից հետ կա գումարը մոտավորապես Տեսեք, եթե տուրիզմն քիչ ոլորտներից է, որտեղ նման խնդիր կարելի ասել չկա։ Ներդրումն էլ այդ պայմանական կարա լինի մի քանի ամիս։ Օրինակ, դու մարքեթինգային արշավ ես անում, դու տարբեր էքսպոների ես մասնակցում ու սեզոնին ընթառաջ կարելի ասել դու արդեն ընդունում ես տուրիստներ։ Պետությունը նաև էքսպոների աջակցման ծրագիր ունի, որ նաև մի ծախսի մի մասը վերցնում է իր վրա։ Հա, միանշանակ, երբ որ մենք մասնակցում ենք տուրիզմի կոմիտեի, կազմակերպած էքսպոներին, այնտեղ ֆիքս գումար կա, որ մենք վճարում ենք, մնացած մասը թե ինչքան անկեղծ չգիտեմ, դա մնացած մասը պետությունը վճարում է։ Այդ առումով, հա, շնորհակալ ենք, այսինքն դու գնաս Անգլիայի էքսպոն, Լոնդոնի կամ Քաթարի կամ Մոսկվայի, հստակ դու ֆիքս բոլոր տեղերում ֆիքս գումար ես վճարում ու պլյուս արդեն հյուրանոցի ու մնացած ծախսերը։ Իրականում տուրիստականների համար դա լավ բավականին տարբերակ է, սակայն եթե մի փոքր փորձենք ավելի համեմատենք, ընդհանուր առմամբ մեր կառավարություն տուրիզմի ոլորտում բավականին քիչ գումարներ են ներդնում։ Եթե համեմատենք հարևան Վրաստանի հետ, որովհետև օրինակ անցած տարի եթե չեմ սխալվում, թե այս տարի ITB-ին Գերմանիայի ամենախոշոր միջազգային էքսպոյի գլխավոր հովանավորը Վրաստանն էր։ Այսինքն դա նշանակում է ամենահեղինակավոր ուրեմն էքսպոյին տուրիստական բոլորի ուշադրությունը դեպի Վրաստանն է։ Ու բավականին շատ էքսպոների մասնակցել ենք նաև մեր ընկերությունով եւ ստենդով եւ որպես այցելու Վրաստանը գրեթե ամենուր կա։ Ամենտեղ երևում է գովազդները ու դրա արդյունքում ինքը ունի ավելի շատ մի քանի անգամ ավելի շատ տուրիստ, քան օրինակ Հայաստանը։ Մի փոքր պետք է ենթադրում եմ ավելի շատ գումար ներդնի, դա պարզ հաշվարկ է, ինչքան ենք ծախսում եւ ինչքան տուրիստ է գալ, եթե մուտքը ծախսը արդարացված է, ապա կարելի ինչ չէ որ բյուջեն շատացնել, որտեվ վստահաբար կարող ենք ասել տուրիզմն այն ոլորտն է, որը
մուլտիպլիկացիան էֆեկտ ունի բոլոր ոլորտների վրա։ Բոլոր ոլորտները, հատկապես մարզերում, բավականին բում է լինում ու ամեն տարի մենք ինքնես ականատես ենք տնում հյուրատներ են բացվում, փոքրիկ, այսպես ասած, ռեստորաններ, սննդի կետեր, մարդիկ ամեն մեկը մի բան ուզում է туриզմի հետ կապված, ուրեմն սպասարկում ունենա, որովհետև հոսք կա։ Պարոն Բարսեղյան, կարծում եմ դուք նաև ուշադրություն եք դարձրել այն հանգամանքի վրա, որ վերջին շրջանում նաև ենթակառուցվածքներն են որոշակի զարգանում։ Այդ զարգացումը արդյոք բավարար է ձեզ եւ ինչ ուղղությամբ ենթակառուցվածքների անհրաժեշտություն եք տեսնում, որը թույլ կտա ձեր տուրիստական հոսքերը ընդլայնել։ Այստեղ կարելի է երկու տիպի խնդիր տեսնել, օրինակ մեզ մոտ Հայաստանում կա ակտիվ սեզոն եւ պասիվ սեզոն եւ մոտավորապես թվերը մի գուցե սխալվեմ, մի փոքր սխալվեմ, ընդհանուր եկած տուրիստների մոտ 70-80%-ը կարելի ասել ակտիվ սեզոնին են գալի։ Դա կարող ենք պայմանական համարել մայիսից մինչև ուրեմն հոկտեմբերի վերջ, 6 ամիս։ Այսինքն, եթե մենք կարողանանք հոսք ապահովել պասիվ սեզոնին, օրինակ նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին, ապա մենք կարողանանք վստահաբար 2.2 միլիոն ենք սպասարկել ընդհանուր անցած տարի, այդ թիվը հանգիստ հասցնել մինչև 3.5 միլիոնի, 4 միլիոնի, որովհետև այդ ամիսներին հյուրանոցները մեծամասամբ հատկապես մարզերի ազատ են։ Այսինքն դա մի խնդիր, որ մենք կարողանանք այն հոսքը բերենք, ովքեր հետաքրքրված են ձմեռային туриզմով, օրինակ Ղարաբաղական աշխարհը, Չինաստանը, Հնդկաստանը, բոլորը կարող են եղել այնց հետ, երբ որ Քաթարի օդանավակայանում է վաճառողին, երբ որ իմացավ Հայաստանից եմ, ասաց դեկտեմբերի մենք ուզում ենք գանք օրինակի համար, ասի համեցեք, ես էլ մի քանի խորհուրդներ տվեցի ինձ, բայց ասի Երևան մի եկեք, քանի որ ձյուն չկա Երևանում այդ ժամանակ մարզերը միշտ ձյուն կա, միշտ կարելի է ձյուն ցույց տալ, այսինքն դա մի խնդիրն է, որ մենք կարողանանք այդ առումով զարգացնենք այն շուկաները, որոնք հետաքրքրված են Հայաստանով, ու նաև ենթակառուցվածքների հետ կապված այս բայդրությամբ ինքը երբ որ մեծ իվենտներ ա լինում, առիթներ ա լինում, Երևանյան հյուրանոցները ցավոք մեր ուրեմն հյուրանոցներ դեռևս այնքան մեծ չեն, որ կարողանա շատ մեծ օրինակ միջոցառումներին սպասարկեն եւ նման մեծ օրինակ մեծամասշտաբ կամ հայտնի աստղերի երբ որ համերգներ են լինել, արդեն ստիպված գնացել են մոտիկ քաղաքներ են մնացել, մի խոսքով շատ մեծ միջոցառումներ դեռևս պատրաստ չենք, բայց տարեստարի մենք զգում ենք այդ փոփոխությունը, բացվում են նոր հյուրանոցներ, ենթակառուցվածքներ, որ սպասարկեն։ Մարզերում խնդիր ինչպես եք լուծում դուք, երբ որ հյուրանոցների կարիք եք ունենում, որովհետև մարզերում այդ ոլորտը այո զարգանում է, բայց անամենայնիվ որակական տեսանկյունից շատ ազդեցություն Երևանի։ Կարող եմ փաստել, որ այդպես է, որովհետև սպասարկումը, եթե համատենք Երևանի հետ, ինքը բավականին զիջում է, բայց ենթադրում դա ժամանակի հարց է։ Ժամանակի հարց է, որտեղ կան տարբեր ծրագրեր, որտեղ ովքեր մարզերում անցկացնում են դասընթացներ, տարբեր տենց եւ գրանտային եւ ինչ-որ ծրագրեր եւ փորձում են կամաց գոնե որոշակի առումով մարդկանց, ովքեր երբևիցե կապ չեն ունեցել ուրեմն туриզմի հետ, դարձնեն սպասարկման մասնագետներ ու կարողանան լավագույնս իրենց, այսպես ասած, օբյեկտը, իրենց հյուրատները, ռեստորանները, սանդիկետերը լավագույնս ուրեմն ներկայացնեն ու նաև վաճառքներ անեն։ Աշխատանքներ տարվում է ու կարելի ասել գլոբալ առումով Հայաստանից միշտ հեռանում են բավականին տպավորված։ One way տուրը բավականին հետաքրքիր փաթեթներ ունի տարբեր ուղղություններով։ Ինձ հետաքրքիր օրինակ ինչպես է այդ փաթեթները կազմում, այսինքն ինչ տրամաբանությամբ դեպի ընդհանրեն հարավային, հյուսիսային, արևելյան տարբեր ուղղություններով։ Ինչն է հիմք ընդունում, բացի պահանջարկից անշուշտ։ Շատ հետաքրքիր հարց է։ Հիմնական մենք ունենք, այսպես ասած, ուղղություններ, որոնք միշտ պարտադիր կան, այսինքն միշտ զբոսաշրջիկ առաջ անգամ երբ որ գալիս է, ինքը այցելում է, եթե խոսում ենք խմբային տուրերի մասին, ովքեր որ գալիս են, հենց ուզում են առաջի անգամ պետք է գնան այն տեղերը, որոնք պարտադիր տեսնելու համար են, դրանք Գառնի Գեղարդն են, Դիլիջանը, Էջմիածինը, Տաթևը, մի խոսքով,
Կան ուղղություններ, որոնք մեզ մոտ ուրեմն հատուկ ուղղություններ են, ավելի շատ նախընտրում են երևի թե տեղացիները ու դրանք լինում են տարին 2 անգամ, ավելի շատ բացահայտող բնույթ ունեն ու գնում են ավելի այնպիսի թաքնված գանձեր բացահայտելու, որ սովորական մեքենայով դու հնարավոր չհասցնես։ Օրինակ մենք ունենք հատուկ ուղղություն 3 բազաների արահետ։ Հետաքրքիր ինքը երթուղի է։ Շամշադինի կամ Բերթի հատվածը բավականին հետաքրքիր ուղղություններ կա, խորանաշատը, սահմանամերձ, այնտեղ ուղղակի տեսնել է պետք։ Ես եք օգտվեմ ամբողջ Շամշադին։ Համեցեք, սիրով ես հրավիրում եմ, եւ կան ուղղություններ, որոնք այսպես ասած տրենդային են։ Հետաքրքիր է, չէ՞, ամեն տարի ինչ որ մի նոր ուղղություն է հայտնվում, եթե sense հետ գնանք ժամանակին շատ մեծ պոպուլյար ուղղություններ լաստի վեր են։ Այո, ճիշտ է։ Շատ են գնում։ Հետո ինչ որ ժամանակ հետո ինքը իր տեղը զիջեց, ու ես հիշում եմ, եթե գանք այս վերջին 5-6 տարվա կտրվածքով, Տոլորսի ջրամբարը կա, դեպի Սյունիքի ուղղությամբ, այնտեղ կա մի եկեղեցի, որ տարվա մեջ ջրի մեջ է լինում։ Դու պատմությունը գիտեք, եղել է գյուղատեղի, հետո որոշեն ջրամբար դարձնեն, գյուղը տեղափոխվել է մի փոքր վերև ու այնտեղ ջուր է լցվել։ Ու ես հիշում եմ, երբ որ առաջի անգամ տարանք այդ ուղղությամբ, դեռևս ինքը պոպուլյար չէ, որպես հատուկ տուր էր, մենք այս ժամանակ կարողացանք հանրահրճակենք, շատ սիրուն տեսահոլովակ նկարեցինք, մեզ մոտ այսպես ասած բոլոր ալիքներով տարածեցինք, գովազ դրեցինք ու բում։ Ես հիշում եմ նույնիսկ այնտեղ երեխաներ կան 14-15 տարեկան, այն կարգի մեծ հոսք եղավ, որ իրենք այդ եկած գումարներից նավակներ եւս էլի գնացին, սկսեցին սպասարկել ու ինքը մոտավորապես այդ բումը 1-2 տարի տևեց։ Ու սկսեցին բավականին շատ հոս, շատ տուրիստական էր որպես հիմնական ուղղություն, ինքը 1-2 կարծեմ տարի տևեց ու ոնց է սպառեց իրան։ Սպառեցյան ու հաջորդ բում եղավ, կհիշեք Կուրթանի ձոր կամ Ձորագետի կիրճ, այն սիրուն արևածագի կիրճ, տարբեր այնտեղ միջարջ այդ գյուղերը միշտ այդ վիճում են, թե ումն է այդ տարածքը, ու այդ ցիցքարը, այդ սիրուն այդ հատվածը, բավականին էլի մեծ ակտիվություն, բավականին շատ գնում են ու վերջի բումը, որ եղավ դրանից հետո, դա դիմաց լեռներ։ Դիլիջան։ Համաչափez որ գնում եք ցախ թևի վրա հիանալի տեսարան է բացվում։ Ու հետաքրքիր է, ես դիմաց լեռ եղել եմ 13-14 թվականին, այնտեղից հրաշալի տեսարան, բայց ոնց որ մյուս սարերից է ու անցավ գնաց։ Հետո այս վերջի մի 3 տարում դիմացը դեռևս բացարձակ առաջատար է։ Վիլիսներով, ջիպերով, ամենագնացներով մարդիկ բարձրանում են վերև, այնտեղ է սիրուն տեսարաններ, նույնիսկ այնտեղ մի քիչ ավելի զարգացած բաներ, գագաթին խորոված են անում, պիկնիկի տեսքով, մի խոսքով ինքը դարել է հիմա պոպուլյար, վստահ եմ այս տարի ինքը իր տեղը չի զիջի, մյուս տարիների համար կտեսնենք, թե որ ուղղությունն է, այսպես ասած տրենդային լինելու։ Ու ամեն տարի ինքը շատ լավ է, որ նոր ուղղություններ բացահայտվում է դառնում։ Տուրիստականների ստեղծագործական միտքն է։ Կարելի է նաև նշել, որովհետև ունենք նաև ձախողված кейսեր, որ եթե հետաքրքիր է դա էլ կարող եմ ասել, տարիներ առաջ վերլուծեցինք, որ օրինակ Գառնիկ Եղարդը ամենաշատ այցելվող վայրն է, պատճառները Երևանից գտնվում է մոտավորապես 1 ժամվա ճանապարհ, 40 կիլոմետր, օրվա մի մասը կարող են տուրիստները կամ մարդիկ անցկացնել, երկրորդ կեսը գալ իրենց գործեր անել, օրինակ կոնֆերանսների, մի խոսքով հասցնում են։ Շատ ինքը բան է։ Ու որոշեցինք մտածել, ինչ նմանատիպ կարող ենք ուղղություն որոշել, որ ինքը հետաքրքիր լինի, այսինքն ոչ միայն եկեղեցի լինի, մի հատ տաճար, այնտեղ եկեղեցի չէ։ Ու խորվիրապը, որպես այդպիսի միայն խորվիրապն էլ դա չէր մտնում, վերջնական որոշեցինք, դա Բժնուբերդն է եւ իրան հարակից Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Բավական հարուստ պատմություն, Բերդ եկեղեցի, շատ սիրուն տեսարան, ասեցինք ուրեմն նույն 40 կիլոմետր հեռավորությունը 1 ժամ մոտավորապես 1 ժամ ճանապարհ, ասենք սա կարա լինի այլընտրան Գառնին, որ ինքը էլի mass visit-ing այսպես ասած տեղ լինի, բոլորը գնան։ Գնացինք, նկարահանեցինք, սիրուն տենց կադրեր ստացանք, ամեն ինչը կարծես թե լավ էր ու տենց ոգևորված սկսեցինք գովազդել, բայց ձախողեցինք։ Հիմա բժնի գնում են հիմնականում տեղացիները, բավականին քիչ,
բայց ելի եմ ասում ինքը շատ մեծ պոտենցիալ ունի, որ երկրորդ Գառնի Գեղարդ լինի որպես ուղղություն։ Հա, դա ուղղակի մեջ ստացված այսպես ասած։ Բնականաբար այսպես անհաջողությունների վրա է մարդիկ սովորում կամ փորձը կուտակում։ Ես կցանկանամ նաև խոսեք one way tour-ի զարգացման տեսլականի մասին։ Ինչպես եք տեսնում ձեր կազմակերպության զարգացումը 5 տարի հետո։ Հետաքրքիր հարց է, երբ որ դուք այս հարցը տայք ինձ 5 կամ 7 տարի առաջ, ես վստահ ես կարող եմ պատասխանել, բայց այս վերջի փոփոխություններից հետո COVID-ի Եվան մեզ ասած սովորացրեց, որ շատ մեծ պլաններ մի դիր, որտեղ ամեն անգամ ինչ որ մի պլան դնում ենք, ինչ որ չափորոշիչներ դնում ենք, թվեր հստակ ֆիքսում ենք ու ինչ որ մի բան խանգարում է։ Դուք լավ գիտեք, туриզմը ինքը ամենազգայուն ոլորտն է եւ ցանկացած մի փոքր, այսպես ասած, իրավիճակ ինքը ուղիղ ազդում է։ Օրինակ ես վերջի դեպքեր էս տարվա, որ հարևան երկրում կռիվ պատերազմ եւ մեզ մոտ արդեն այդ արաբական ամբողջ զգացինք բավականին այսպես ասած չեղարկումներ, ինչի մասին է խոսքը։ Բայց երբ որ մենք ընդհանուր գլոբալ պատկերացնում ենք ու երազում ենք, մեր նպատակն է, որ աշխարհի ցանկացած կետում, ցանկացած երկրում զբոսաշրջիկը, մեր պոտենցիալ զբոսաշրջիկը իմանա Հայաստանի մասին։ Իմանա ու նաև իր մտքում պլանավորի, թե երբ է այդ իր այդ ցանկությունների ցանկում Հայաստանը լինի, որ առաջիկա ժամանակը դա լինի մի ամիս հետո, մի տարի հետո այցելի Հայաստան։ Սա մեր երազանքն է, որպեսզի կարողանանք դիրքավորվենք բոլորի մոտ, որպես ցանկություն ամենահետաքրքիր երկրների ցանկում ու իրենք ամեն ինչ անեն, որ առաջիկա ժամանակ այցելեն Հայաստան։ Մի քիչ գլոբալ մեծ նպատակ է, երազանք է, բայց երբ որ շատ տուրիստ բերենք Հայաստան, ապա դրանից եւ մենք օգտվենք, եւ ներգործընկերներ եւ ամբողջ այսպես ասած այն մարդիկ, ովքեր туриզմի ոլորտում են։ Շնորհակալ եմ պարոն Բարսեղյան հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, այսօր խոսեցինք Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացման մասին։ Այս ոլորտը բավականին հետաքրքիր է, մշակութային, տնտեսական, սոցիալական, տարբեր ուղղություններով, ինքը բազմաշերտ ոլորտ է, եւ մենք պետք է այս ոլորտի վրա մեծ ուշադրություն դարձնենք, հաշվի առնելով նաեւ այն, որ նա նաեւ Հայաստանի համաչափ զարգացման կարևոր խնդիր է լուծում։ Զարգացնելով ենթակառուցվածքները մարզերում, նաև դրա միջոցով մենք զարգացնում ենք կամ բարելավում ենք մարզերում ապրող մարդկանց կյանքը, որակը։ Եվ այս խնդիրները անշուշտ պետք է լուծվի մասնավոր պետություն համագործակցության միջոցով։